Okay, հարազատներս, հիմա սկսենք։ Այս համեղությունը պատրաստելու համար մեզ հարկավոր է լինելու կարտոֆիլ 5 հատ, հարկավոր է լինելու գազար եւ հարկավոր է լինելու ձու։ Բաղադրությունները ես բոլորը կդնեմ description բաժնում, ներքևի հատվածում։ Բաներ կա, որ ես մի քիչ կարող այստեղից կրճատեմ եւ տավարի միսը, որը արդեն դրել եմ մոտ 200 գրամի չափով, խաշվում է ինքը, որտեղ մենք ընտանիքով փոքրիկ ենք, հնարավոր է մի քիչ ես քիչ ավելի դնեմ, ամեն ինչից քիչ օգտագործեմ, դրա համար էլ չեմ ուզում շեշտեմ գրամներով կամ քաշով, ճիշտ բաղադրությունը ներքևում կլինի դրված եւ ընթացքում մեզ հարկավոր է լինելու իհարկե մայոնեզ եւ պետք է լինելու աղ։ Այս ամենը ես պետք է հիմա դնեմ խաշելու կամ կարող եք դնել եւ ջեռոցը։ Կարտոֆիլը եւ գազարը կարող եք դնել ջեռոցի, եթե չեք ուզում ջեռոցը, կարող եք եւ խաշել։ Ես խաշելու եմ համենայն դեպս եւ ձուն էլ խաշելու եմ։ Okay, հարազատներս, այս ընթացքում ես փոքրիկ ձվի սպիտակուցից կտրտում էի աստղիկներ էի հանում, պատրաստում այս գործիքներով։ Հիմա պետք է մնացածն էլ անեմ, միջև կտրտել եմ ույս բաները, ավելի շուտ իզուր կպա։ Okay, հիմա գազարը մի հատ էլ հանեմ, որ նոր կարողանամ հանգիստ ձևով անցնեմ ճորկելուն։ Այսքանը մեզ բավական կանի, սա էլ աստղիկի փոխարեն ծաղիկներ երևի կդրամ սրանով։ Նայում եք։ Սա կգնա ճորկելուն արդեն։ Եվս մեկ հատ, սա բավական է եւ մնաց հիմա մեր ճակնդեղ բազուկը ճակնդեղով անենք, էտել էս մի ուզորով կհանենք արդեն։ Սա այդքան էլ չեմ եփել, որպեսզի շատ ինքը փլվում է արագ, մի քիչ կիսա խաշ եմ արել ճակնդեղը։ Ինչ անենք, սրանով էլ սիրտիկներ հանենք։ Երևի սրանով էլ սիրտիկներ հանենք։ Okay. Քնչեմ։ Անցնենք արդեն մեր քերելու գործին։ Okay, Ժորժան, անցնենք հիմա մեր քերելու գործին, մեզ հարկավոր է քերիչ բնականաբար, պետք է անցնենք քերելուն։ Հիմա առանձին ձուն են քերում, հետո առանձին կարտոշկան են քերելու, կարտոֆիլը, կներեք բառիս համար սխալ ասելու, այնուհետև գազարը եւ մնացածը կանենք ընթացքում հիմա։ Okay, Ժորժան, հիմա անցնենք կարտոֆիլին, կարտոֆիլն եմ անելու։ Կարտոֆիլ ավելի մեծով եմ մանրում, որտեղ ինքը արդեն լավ խաշված է։ Ասում չափից ավելին է խաշվել, գործով ընկա եւ խաշվեց։
Okay, Ժողովուրդ ջան, անցնենք հիմա գազարներին։ Սողում է ձեռքից ես փախչել է ուզում, բայց չես կարող փախչել, դեռ պետք է ուտեն քեզի։ Հաջորդին նախորդ ասեմ, երբ որ անելու կլինեմ, այդ ժամանակ էլ չնայած կտամ, որ կարտոֆիլը բոլորը չենք առաջին շերտի ժամանակը դնելու, որ բոլորը միասին չդնեք հանկարծակի, երկու մասի պետք է բաժանենք, ձեզ կթվա, որ կարտոֆիլը շատ է ինքը արդեն, բայց երկու մասի պետք է բաժանվի, դեռ հլը երկրորդ շերտն էլ ամենավերջի շերտը օգտագործելու են կարտոֆիլը։ Բայց շատ համով աղցան է, անպայման կպատրաստեք նոր տարում, կվայելեք, ինձ էլ կհիշեք, հուսով եմ։ Okay, Ժողովուրդ ջան, սրանից հետո պետք է պոպոկը ես աղամ, մանր կաղամ և հիմա անցնում եմ մսին, միսը պետք է մանր կտրատենք, մոտավորապես 200 գրամ խաշած միս է, երբ որ այդ ժամանակ վիդեոն սկսեցի, արդեն դրել էի խաշվելու, չկարողացա այդ րոպեին ցույց տամ, բայց anyway, հիմա եմ ցույց տալի տավարի միսը, մարդուս, որ հարցնեն հիմա եք ասեն, ինչի միսեր դա, և ճիշտ կանեք, տեղին կանեք, որ ասեք, որտև չշեշտեցի։ Ասերով երկար չեք կարող պահել, կփչան աշուտ, կարծում եմ, դուք ինչ եք կարծում, այդպես է թե չէ, օրինակ ես շատ եմ սիրում թթվասեր, բայց եթե շուտ ուտենք, նույն օրը ուտենք, որ արդեն 1-2 օր մնում է ու մի տեսակ հինանում է, ու համը այն չի դառնում։ Okay, այսքանը հիմա այս րոպեին բավական է լինելու։ Նայմեք։ Okay, հարազատներս, սկսում ենք հավաքելը, գլխավոր պրոցեսը, մեզ հարկավոր է լինելու այսպիսի մի բաժակ, դնում ենք մեջտեղում, ու սկսում ենք, կարտոֆիլը բոլորը չենք օգտագործելու, կեսը պահելու ենք, որ վերջի շերտի համար, ու հավաքում ենք իրա կողքը։ Դուք օվալը արդեն այդ կլորությունը կպահեք ընթացքում ձեր, որպեսզի գազարը արդեն օգտագործում ենք ամբողջովին, ինչ որ ունենք։
Ձեռքերով անեմ սա արդեն, որպեսզի ավելի պահենք իրան։ Okay, ժողովուրդ, հիմա մայոնեզ եմ դնելու։ Մարդիկ կան սիրում են, որ դնեն հենց իսկ առաջին շերտերով, բայց ինձ համար մի քիչ չափից շատ է լինում մայոնեզը այդ դեպքում, որ ամեն շերտից հետևից մայոնեզ անեմ, որտեվ կալորիականությունը բավական մեծ է, ես չեմ ուզենա այդքան շատ մայոնեզ անընդհատ ամեն շերտին դնեմ, կլինի մայոնեզով մայոնեզ, բայց եթե սիրում եք, դրեք, ամեն շերտից հետո կարող եք դուք մայոնեզ դնել, ես չեմ սիրում շատ ու ինձ թվում է չափից շատ է լինում կալորիականությունը այդպեսով։ Ասեմ, որ կարտոշկան, երբ որ եփում եմ, ես արդեն աղ դրել եմ այնտեղ, կարտոշկայի վրա դրա համար ես աղ չեմ ցանել, արդեն եփելու ընթացքում ես դրել եմ կարտոֆիլի մեջը աղ, իսկ գազարի դեպքում չեմ դրել, հիմա աղը կցանեմ թեթև և այս ճաշակի, եթե սիրում եք սև պղպեղ էլ կարող եք ցանել։ Հիմա անցնում ենք ձվին։ Okay, թեթև հիմա նորից այդ աղ, սև պղպեղ, ու անցնենք հիմա արդեն միսը դնելու
որպեսզի հավասար լինի։ Հիմա մայոնեզ չեմ անում այս րոպեին, որովհետև բավական մենք արդեն դրեցինք, պոպոկն ենք ավելացնում։ Անպայման կարտոֆիլը պետք է լավ եփված լինի, ժողովուրդ ջան, որպեսզի հարթությունը կարողանաք լավ պահել։ Եվ եւս մեկ անգամ մայոնեզ արդեն կդնենք ու կանցնենք մեր զարդարելուն։ Տոնածյարի պես։ Okay, անցնենք հիմա վերջի արդեն մայոնեզն է մեր, որ դրվում է։ Մեկ ինչ հարթակցվում կարտոշկայի վրա արդեն բավական հարթային կգցվում։ Սա այստեղ մի քիչ ավելի շատ եմ թողնում, հիմա կիմանաք ինչի համար եմ շատ թողնում այդտեղ։ Հիմա ինձ հարկավոր է իրան շարժում ենք մի հատ, որտեղ ինքը կպած կլինի այս ընթացքում։ Okay, ժողովուրդ ջան, որպեսզի անցնենք մեր զարդարելուն, մեր հարկավոր է լինելու, հիշում եք, չէ՞, որ կտրտել էինք իրար հետ մեր աստղիկները,
գազարները, և սրտիկները, ծաղիկները, որտեղ դնենք, այդ ինչքան շատ դրեցինք, որ չենք տեղավորվում։ Հիմա ես ունեմ սամիտ, սամիտներով էլ շատ սիրուն իրան պատելու ենք։ Մտածում եմ լոլիկներ էլ էի դրել, չերի լոլիկներ, բայց չգիտեմ որտեղ դնեմ դրանք էլ արդեն այդքան շատ եղավ։ Հավես արեցի, կտրտեցի, հիմա էլ կրակն գա, պետք է դնեի, բայց Okay, Ժեորգ ջան, վերջնական տեսքը է սա, որոշեցի եմ բանտիկ էի ուզում պատրաստել, բայց հանեցի, որտեղ դուրս չեկավ։ So, խնդրեմ, մեր տոնական աղցանը պատրաստ է։ Հիմա անցնենք կտրելուն։ Ձեզ էլ է չէ հետաքրքրում ոնց եղավ մեջը։ Ինձ էլ է հետաքրքրում։ Ահա և վերջ։ Հիմա մեջին եմ ուզում, որ դուք է տեսնեք։ Ու հիմա համակնենք իրար հետ։ Անտիր։ Միացնոյի սալատի համը ունիմ։ Շատ համով է։